Բարև ձեզ, բարի գալուստ update լրատվական, առաջարկում եմ միասին ծանոթանալ օրվա լրահոսին։ Եվ թողարկումը սկսենք կարևոր փոփոխությունից, որը վերաբերում է Վրաստան մեկնող մեր հայրենակիցներին։ 2026 թվականի հունվարի 1-ից համաձայն զբոսաշրջության մասին Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։ Այս մասին հայտնում են Վրաստանի դեսպանությունից։ Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ, ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով կազմված, վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, եւ ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30,000 լարի։ Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը նրա երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում, ասված է պաշտոնական հայտարարությունում։ Եվ մեկ լուր պաշտոնական լրահոսից, ամանորյա տոներին ընդառաջ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը և խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին։ Ողջունելով զորամասի անձնակազմին, նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և օրինակելի ծառայության համար և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ։ Վստահ եմ, որ մենք մեր հարևանների հետ սկսելու ենք նոր դարաշրջան բարեդրացական հարաբերություններ հաստատելով։ Եվ իրոք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ձեր դերը շատ մեծ է այս խաղաղության հասնելու համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ, քննարկելով Վրաստանի միջոցով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման հարցը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։ Արտգործնախարարները ողջունել են Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը և ընդգծել են այս ոլորտում համագործակցությունը շարունակելու կարևորությունը։ Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը այս հարցի արագ լուծման համար։ Նրանք նաև մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։ Իրանը վերահաստատել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Երևանի հետ ազգային շահերի հիման վրա։ Մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրելու ցանկության մասին, Բաղային ընդգծել է, Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա։ Մենք վճռական ենք ամրապնդելու համագործակցությունը տարբեր ոլորտներում, նշել է պաշտոնյան։ Բաղային հավելել է, որ Իրանը հարգում է այլ գործընկերների հետ համագործակցելու պետությունների իրավունքը, եթե դա չի վնասում Թեհրանի հետ հարաբերությունները։ Եվ շարունակելով թեման, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները 2025 թվականին լի էին բովանդակային աշխատանքով, նոր նախաձեռնություններով և գործընկերային կապերի խորացմամբ։ Այս մասին ասված է Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանության տարածած գրառման մեջ։ Տարին նշանավորվեց բարձրաստիճան մի շարք փոխայցերով, շուրջ 2 տասնյակ ստորագրված փաստաթղթերով և բազմաբնույթ միջոցառումներով։ Հայաստան-Իրան դեպի ռազմավարական գործընկերություն, ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։ Եվ շարունակելով դեսպանության թեման, թող գալիք տարին լինի գործընկերության ամրապնդման, առաջընթացի և խաղաղության տարի։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորական ուղերձ է հղել։ Տոներին ընդառաջ շնորհակալ լինելու առիթներ շատ կան։ 2025 թվականին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում։ Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած պատմական հանդիպման ընթացքում նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը, որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար։ Միասին մենք աշխատում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ։ Մեկնարկում ենք նաև նոր հայ-ամերիկյան նախաձեռնություններ տեխնոլոգիաների, էներգետիկայի,
կապուղիների եւ անվտանգության ասպարեզում, որոնք կնպաստեն բարգավաճմանն ու կայունությանը։ ԱՄՆ դեսպանության բոլոր աշխատակիցների անունից շնորհակալություն եմ հայտնում բարեկամության եւ գործընկերության համար։ Ձեզ եւ ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարիք։ Թող գալիք տարին լինի խաղաղության եւ ուրախության տարի։ Շնորհավոր նոր տարի եւ սուրբ ծնունդ։ And a very happy new year. Գանք Երևանի քաղաքապետարան։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 29-ին հրավիրած ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին, խոսեց իր եկամուտների աճի, իշխանությունների կողմից հայտարարված եկեղեցու մաքրման գործընթացների եւ մի շարք այլ հարցերի շուրջ։ Գիտեք, մինչև իմ հարային գործունեությունը եւ մասնավորապես որևէ պաշտոն ստանձնելը ես զբաղվել եմ տարատեսակ բիզնեսներով եւ մասնավորապես իմ ընտանիքի անդամներն էլ 90-ականներից զբաղվել են բիզնեսով եւ իրականում ձեր բոլոր հարցերի պատասխանները թափանցիկորեն արտացոլված են իմ հայտարարագրերում։ Ինչ վերաբերում է եկեղեցու հարցերին, գիտեք, հայ առաքելական եկեղեցին, որը իր ծառայությունն է մատուցում Աստծուն, եւ Աստծուն ծառայություն մատուցելու ավելի լայն շրջանակում կարելի է նաեւ ընկալել, որ ծառայություն է մատուցում իր հոտին, հայ ժողովրդին մասնավորապես այս դեպքում, եւ ինչպես յուրաքանչյուր ծառայություն մատուցող ինստիտուտ, իսկ հայ առաքելական եկեղեցին կարող ենք համարել ինստիտուտ, ժամանակ առ ժամանակ ինստիտուտը ունի նորոգման կարիք։ Եվ այդ նորոգումը ժամանակը պարտադրում է, այսինքն հին բարքերով, հին տրամաբանությամբ, կեղծավորությամբ, իրականությունից կտրվածությամբ ինստիտուտները չեն կարող մատուցել այն ձևով այդ ծառայությունը, ոնց որ այդ ժամանակը, արդի ժամանակը պահանջում է։ Եվ մասնավորապես կարծում եմ, այո, եկեղեցին ունի որոշակի նորոգման կարիք եւ դարերի ընթացքում այդպիսի նորոգումներ տեղի են ունեցել։ Եվ ես կարծում եմ եւ ես վստահ եմ, որ այդ նորոգումը տեղի ունենալու հենց եկեղեցու ներսից, թեկուզ շատ տենց դանդաղ տեմպերով, բայց այսպես ասած այն շղարշը, այսպես ասած, որոշակի կեղծավորության շղարշը պետք է պատռվի եւ մենք պետք է վստահ լինենք, որ եկեղեցին, որը ծառայություն է մատուցում Աստծուն եւ ծառայություն է մատուցում նաեւ իր հոտին, ազնիվ է եւ անկեղծ իր հոտի հետ։ Ինչ վերաբերում է Մալաթիա Սեբաստիայի զարդարանքին, անկեղծ ասած, ձեզանից առաջին անգամ եմ լսում խնդրի մասին, անպայմանորեն կհետազոտեմ եւ կփորձենք լուծումներ տալ։ Քաղաքապետ Ավինյանը խոսել է նաև Երևանի օդի աղտոտվածության մասին։ Երևանում օդի որակը այս պահին բարելավվել է, տեղացած ձյունը մաքրել է օդը, սակայն գլոբալ առումով օդի աղտոտվածության հարցը բարդ լուծվող խնդիր է, բայց քաղաքապետարանից վստահեցնում են, ամեն ինչ անելու են մեղմելու խնդիրը, հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Անդրադարձ եղավ նաև մետրոյի Աչափնյակ կայարանի հեռանկարներին։ Աչափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագիծը բոլոր փորձաքննությունները անցած պատրաստ է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի հետ կապված հաջորդ տարի կկայացնի հատուկ որոշում։ Քաղաքապետը վստահեցրեց, որ Աչափնյակի մետրոյի ծրագիրը չի խափանվել ու փոխվել։ Ուզում եմ վստահեցնել, որ Աչափնյակի մետրոյի կայարանի նախագիծը բոլոր փորձաքննությունները անցած է, պատրաստ է։ Եվ Աչափնյակի մետրոյի կայարանը հաջորդ տարի, այս մետրոյի կայարանի այդ նախագծի հիմքով պատրաստվելու է կառավարության հատուկ որոշում, որով որ մենք իրականացնելու ենք նախագծի ֆիդիկ կառավարման մոդել, որը որ, այսպես ասած, այս տեսակ մեծ նախագծի համար երևի թե ամենահարմար տարբերակն է, մենք ներգրավելու ենք տեղ հսկող, ինժեներական տեղ հսկող, ով ունի նմանատիպ փորձ այս տեսակ ծրագրեր կառավարելու, եւ որպեսզի կրկին արձանագրենք մետրոյի կայարանը Աչափնյակի, մենք մեր օրենսդրությունը նույնիսկ այս տեսակ նախագծի հետ նախկինում առնչություն չի ունեցել, այս որակի, այս բարդության, եւ հիմնականում ժամանակային հետաձգումները
դրա հետ են կապված եւ կարծում եմ ավելի լավ է մենք մի փոքր ժամանակ, ավել ժամանակ ծախսենք այս նախագծային փուլերի վրա, գրագետ տեղհսկողություն ունենալու վրա, որպեսզի հետագայում արդեն շինարարության ընթացքում կարողանանք կառավարումը ամբողջապես որակային տեսանկյունից եւ ժամանակային տեսանկյունից պահել վերահսկողության տակ։ Աջափնյակի մետրոյի կայարանի հետ կապված ընդհանուր մոտեցումը սա է։ Այլ թեմաների մասին Այգեստանում նոր դպրոց է կառուցվում եռահարկ եւ 2 մասնաշենքով։ Նախատեսված է 430 երեխայի համար, բյուջեն 2.4 միլիարդ դրամ է։ Կառավարությունն է մանրամասնում։ Դպրոց տանող ավտոբուսին դեռ ժամանակ կա ու Հենրին անշտապ պատրաստվում է։ Այգեստանի միջնակարգի 2-րդ դասարանի աշակերտ է։ Հազիվ էր սովորել դպրոցի ճանապարհը, երբ որոշում կայացվեց աշակերտներին ժամանակավոր տեղափոխել հարևան գյուղ։ Ես սպասում եմ, թե դպրոցս երբ եմ վերջացնելու։ Այսպես ամեն օր հին դպրոցի մոտ սպասում են ավտոբուսները։ Երկրորդ հերթով են դասերն անում։ Սկզբում անսովոր էր գյուղում ապրողի համար տրանսպորտով անցնել դպրոցի ճամփան։ Հիմա արդեն սովորել են։ Նրանց հատկացված ավտոբուսներով 6 կիլոմետր են կտրում հարևան Մրգաբանի դպրոց հասնելու համար։ Հեշտ չէ, գիտեն, ժամանակավոր է։ Մի քանի ամիս է Այգեստանի հին դպրոցի տեղում նորն է կառուցվում։ 65 տարի գյուղի երեխաները միջնակարգ կրթությունը ստացել են մի կառույցում, որտեղ երբեք հիմնանորոգում չի արվել։ Փոխվել էին միայն պատուհանները, տեղում նռատ եղանակին մշտապես կաթոցներ, քայքայվող պատեր, փայտե մաշված հատակ, որ արդեն կոտրվում էր քայլելիս, հին ու անհրապույր դասարաններ։ Դպրոցի շենքը, որը ապամոնտաժվել է վերջերս, ոչ մի ժամանակակից նորմերին չէր համապատասխանում, ուստի կառուցվեց երկաթբետոնե կարկասով շենք, որը լիարժեք համապատասխանում է նոր նորմերին։ Նորը տիպային եռահարկ երկաթբետոնե կառույց է 2 մասնաշենքով։ Զուգահեռ աշխատանքներ են ընթանում նաև դպրոցի ներսում։ Գործի զգալի մասն արել են։ Մի քանի ամիս անց շահագործման կհանձնեն։ Ճարտարապետական գրավիչ տեսք ունեցող կառույցի կարևոր առանձնահատկությունը ամրությունն է։ Ունենք ընդարձակ ժապավենային հիմքեր, որոնք խորանում են մինչև 4 մետր։ Սեյսմակայունությունը լինելու է լիարժեք բավարար բոլոր ժամանակակից նորմերին, այսինքն մինչև 12 բալ երկրաշարժին դիմացող շինություն է լինելու։ Տիպային դպրոցը կառուցվում է պետական միջոցներով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Կառավարությունը մոտ 2 միլիարդ 400 միլիոն դրամ կծախսի, որ Այգեստանն ունենա նոր ու ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց։ 430-ից ավելի երեխայի համար է նախատեսված։ Կունենան ընդարձակ ու լուսավոր դասարաններ, անհրաժեշտ գույքով կահավորված լաբորատորիաներ։ Վերջապես ֆիզկուլտուրայի դասաժամերը նոր մարզադահլիճում կանեն։ Մի մարզադաշտ էլ Բաքում կունենան։ Ինձ համար երազանքի դպրոց ունենալը այսօր արդեն իրատեսական է, որովհետև այն ինչ որ մտքով ես ստեղծել եմ դեռ շատ վաղուց, երբ այդ դպրոց եմ հաճախել որպես աշակերտ, այսօր որպես դպրոցի տնօրեն մեծ պատվով պիտի ընդունեմ այն պատասխանատու աշխատանքը, որ պիտի կատարվի նոր դպրոցում։ Բացի Այգեստանից նմանօրինակ դպրոցներ են կառուցվում նաև Արարատի մարզի 10 գյուղում, եւս 3-ը նորոգվում են, 4-ն արդեն շահագործման են հանձնել։ Եվ մի պարզաբանում հետից գրեթե 36 ժամ անդադար աշխատանք է կատարվել։ Հետ ժամանակավոր կառավարիչը Երևանում խոշորամասշտաբ վթարի մասին։ Երևանի Վարդաշեն թաղամասի էլեկտրական ենթակայանի բաշխիչ սարքավորումներում նախորդին առաջացած խոշոր հրդեհի հետևանքները վերացնելու եւ հոսանքազրկված 11500 բաժանորդների էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հետի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն է տեղեկացնում. բոլոր ուժերը մեկտեղված են, որ այսօր մինչև ժամը 22-ը էլեկտրամատակարարումը բոլոր ուղղություններով վերականգնված լինի։ Ըստ Պետրոսյանի խոշորամասշտաբ վթարից անմիջապես հետո գրեթե 36 ժամ անդադար աշխատանք է կատարվել։ Օպերատիվ հերթապահ խմբերը հերթափոխով փոխարինում են միմյանց։ Հիշեցնենք, նախորդին կեսգիշերն անց տեղի ունեցած հրդեհի հետևանքով շարքից դուրս են եկել եւ անպիտան դարձել մի շարք սարքավորումներ, հոսանքազրկված շուրջ 51000 բաժանորդներից 40000-ի էլեկտրամատակարարումը կատարված աշխատանքների արդյունքում արդեն վերականգնվել է։
Եվ ամանորին ընդառաջ տոնական օրերին շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով։ Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում է կայացել Հանրապետության շտապօգնության ծառայության պատասխանատուների հետ։ Ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը ներկայացրել է ծառայության տարեկան հաշվետվությունը, ձեռքբերումները եւ առաջիկա անելիքները։ Մասնավորապես նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ շտապօգնության ծառայության ենթակայանների եւ կայանների թիվը եռապատկվել է։ Հաջորդ թիվ մեծածավալ աշխատանք է տարվում կենտրոնի աշխարհագրությունը ընդլայնելու ուղղությամբ, վերանորոգված եւ վերազինված պայմաններն ապահովելով։ Ամփոփելով խոսքը նա փաստել է, որ անցնող տարում շուրջ 130,000 կանչ է սպասարկվել։ Արմեն Գասպարյանը ընդգծել է ծառայության կարևորությունը հատկապես տոնական օրերին, նաև կանխատեսվող տեղումներով պայմանավորված զգոնությունը բարձրացնելու առումով։ Նա հանձնարարել է ձևավորել հերթապահ բրիգադներ յուրաքանչյուր կայանում ավելացնելով մեկական բժշկական բրիգադ եւ աշխատանքները կազմակերպել ուժեղացված ռեժիմով։ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով, տեղեկացնում են մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից։ Աշխատանքային ժամերում կլինեն որոշ փոփոխություններ, մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետությունը։ Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 7-ից եւ կշարունակվի մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 2:30-ը։ Մետրոպոլիտենից նաեւ զգուշացնում են, որ քաղաքացիները ուշադիր լինեն։ Տեխնիկական որոշ հարցերով պայմանավորված դեկտեմբերի 31-ի ժամը 23:45-ից մինչև հունվարի 1-ը ժամը 00:15-ը մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանում գնացքները կանգառ չեն կատարելու։ Մետրոպոլիտենի աշխատակազմը մաղթում է ջերմ եւ հաճելի տոնական օրեր, ինչպես նաեւ ապահով եւ հարմարավետ երթևեկություն։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկա է եղել ոստիկանության եւ փրկարար ծառայության ստուգատեսին։ Ծառայությունների ղեկավարները նախարարին են ներկայացրել տոներին ընդառաջ օպերատիվ իրավիճակը եւ ուժեղացված ծառայության համատեքստում ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։ Նախարարին է ներկայացվել օգտագործվող հատուկ տեխնիկայի եւ սարքավորումների հագեցվածությունը։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը առևտրի կենտրոնների շրջակայքում, ճանապարհներին եւ հասարակական ու բոլոր մարդաշատ վայրերում, ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։ Բարձր գնահատելով Հանրապետության ավտոճանապարհների եւ փրկարարների ու ոստիկանների 24/7 ռեժիմով ծառայությունը, հորդորել է շարունակել եղանակային փոփոխություններով պայմանավորված բարդ իրավիճակներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու եւ ահազանգներին օպերատիվորեն արձագանքելուն ուղղված միջոցառումները։ Այս պահին առաջարկում եմ ծանոթանալ միջազգային լրահոսին, որը կներկայացնենք տեսաշարով։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է շարունակել աշխատել Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի հետ, նպաստելու ուկրաինական պատերազմի արագ դադարեցմանը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահն այս մասին գրել է X-ի իր էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։ Կա դրական առաջընթաց, ինչը մենք ողջունեցինք։ Եվրոպան պատրաստ է շարունակել աշխատել Ուկրաինայի եւ ԱՄՆ մեր գործընկերների հետ կոնսոլիդացնելու այս առաջընթացը։ Այս ջանքերում գլխավորը պետք է լինեն երկաթի նման ամուր երաշխիքները առաջին իսկ օրվանից, գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Palm Beach-ում իր Mar-a-Lago հանգստավայրում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Ավելի քան 3 ժամ տևած բանակցություններից հետո կողմերը հայտարարել են, որ ուկրաինական պատերազմի դադարեցման գործընթացը բարդ է եւ անհրաժեշտ կլինի առաջիկայում նոր հանդիպում անցկացնել։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ բանակցությունները շարունակելու նպատակով առաջիկա շաբաթների ընթացքում կհանդիպեն ամերիկյան, ուկրաինական եւ եվրոպական պատվիրակությունները։ Թրամփի խոսքով հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Վաշինգտոնում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առանձին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ X-ում արված գրառման մեջ նա մասնավորապես նշել է.
Այսօր երեկոյան եվրոպական մի քանի ղեկավարների հետ մասնակցեցի մտքերի փոխանակմանը Զելենսկու եւ Թրամփի հետ, այնուհետև խոսեցի Ուկրաինայի նախագահի հետ։ Մենք առաջընթաց ենք գրանցում անվտանգության երաշխիքների հարցում, ինչը կենտրոնական դեր է ունենալու արդար եւ տևական խաղաղության հաստատման գործում։ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ հունվարի սկզբին Փարիզում կհանդիպեն ուկրաինական պատերազմի հարցով 35 երկրներից բաղկացած կամավորների կոալիցիայի անդամ երկրները, խոսելու խաղաղության հաստատման հարցի վերաբերյալ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեկտեմբերի 29-ին Միացյալ Նահանգներում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ապա արդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը տեղի է ունենալու Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչում գտնվող Թրամփի Mar-a-Lago հանգստավայրում։ Ռոթերսի հաղորդմամբ բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահը փորձելու է առաջ մղել Գազայում փակուղում հայտնված հրադադարի հարցը։ Միևնույն ժամանակ Նեթանյահուն իսրայելական կողմի մտահոգություններն է հայտնելու Լիբանանում եւ Իրանում Հեզբոլահ արմատական շարժման գործողությունների առնչությամբ։ Սպիտակ տունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ առաջիկա Թրամփ-Նեթանյահու հանդիպման վերաբերյալ։ Չինաստանը կշարունակի ջանքեր գործադրել Թայլանդի եւ Կամբոջայի միջև խաղաղությունը վերականգնելու համար եւ պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել երկու երկրներին։ Այս մասին դեկտեմբերի 28-ին Չինաստանի Յունան նահանգի Յուսի քաղաքում Թայլանդի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Վանին նշել է, որ որպես երկու երկրների բարեկամ հարևան երկիր Չինաստանը չի ցանկանում տեսնել Թայլանդը եւ Կամբոջան պատերազմելիս եւ հույս ունի, որ երկու երկրները կվերականգնեն իրենց բարիդրեացիական հարաբերությունները։ Թայլանդի արտգործնախարարը բարձր է գնահատել Չինաստանի ակտիվ ջանքերը Թայլանդ-Կամբոջա հակամարտության կարգավորման գործում, նշելով, որ Թայլանդի եւ Կամբոջայի վերջերս ստորագրած հրադադարի համաձայնագիրը նոր սկիզբ է։ Մեքսիկայի Օախակա նահանգում մարդատար գնացքի ռելսերից դուրս ընկնելու հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել է 98-ը։ Այս մասին Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հաղորդել է X սոցիալական ցանցում։ Տուժածներից 5-ը գտնվում են ծանր վիճակում։ Մեքսիկայի ռազմածովային ուժերի նախարարությունը հաղորդել է, որ աղետի ենթարկված գնացքում եղել է 241 ուղևոր եւ անձնակազմի 9 անդամ։ Մեքսիկայի ռազմածովային ուժերը ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին եւ հայտարարել, որ պատրաստ են անհապաղ աջակցություն ցուսաբերել տուժածներին։ Վթարը տեղի է ունեցել Կիրակի օրը դեկտեմբերի 28-ին Օախակա հարավային նահանգի Չիվելա եւ Նիսանդա բնակավայրերի միջև։ Իսկ այժմ եղանակի մասին, մինչև հունվարի 3-ից 4-ը ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 8-ից 10 աստիճանով։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց հիդրոօթերոթաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Հունվարի մոտի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը նորմայից սահմաններում։ Այսինքն մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք եւ բավարար տեղումներով հունվար։ Հիմա ուզում եմ հունվարը բաժանել ըստ տասնօրյակների, որովհետեւ շատ այսպես իրարամերժ ջերմաստիճաններ են սպասվում ջերմային ֆոնի տեսանկյունից հունվարի առաջին, երկրորդ եւ երրորդ տասնօրյակներում։ Հունվարի առաջին տասնօրյակում մեր երկիրը հիմնականում գտնվելու է արկտիկական ցուրտօդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հունվարի 3-ից 4 ընկած ժամանակահատվածում այս օրերի համեմատ օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 8-ից 10 աստիճանով։ Այդ արկտիկական ցուրտօդային հոսանքները հանրապետությունում կմնան մոտավորապես մինչև հունվարի 8-9 ներառյալ։ Հունվարի երկրորդ եւ երրորդ տասնօրյակներում հիմնականում հանրապետությունում կգերակշռեն հարավ-արևմուտքից հարավից ներթափանցող արևադարձային տաքօդային հոսանքները, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հունվարի երկրորդ տասնօրյակից առաջին տասնօրյակի համեմատ զգալի կբարձրանա։ Այսպիսով, եթե միջին տասնօրյակային ջերմաստիճանը ներկայացնենք ըստ տասնօրյակների, ստացվում է, որ հունվարի առաջին տասնօրյակը կլինի մի փոքր սառը, ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 1-ից 2 աստիճանով, բայց հունվարի երկրորդ եւ երրորդ տասնօրյակին օդի ջերմաստիճանը կլիմական նորմայից բարձր կլինի 1-ից 2 աստիճանով։ Թվաբանական միջին արժեքով ստացվում է, որ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-ից 2 աստիճանով։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։